Թալին մեդիայի սիրելի հետևորդներ, այսօր մենք գտնվում ենք Թալինի գրադարանում եւ խոսելու ենք Թալինի գրադարանի տնօրեն Շողակաթ Մելիքյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Մելիքյան, մեզ կասեք, քանի տարի է գործում է Թալինի գրադարանը։ Ես էլ եմ ողջունում ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Կներկայացնեմ Թալինի գրադարանը 95 տարեկան է։ Հիմա բացատրեմ, գրադարանը տարբեր անվանումներ է ունեցել։ 1930 թվականին Խրճիթ ընթերցարան է կոչվել, դրանից հետո համալրվելով նոր գրականությամբ 1945-ից 50 թվականների Թալինի գյուղական գրադարան է կոչվել, 1950 թվականից մինչև 1975 թվականը կոչվել է Թալինի շրջանային գրադարան, դրանից հետո կառավարության համապատասխան որոշման հիման վրա 1975 թվականին Թալինում ստեղծվեց գրադարանների կենտրոնացած համակարգ, կարճ ԿԿՀ իր 41 մասնաճյուղ գրադարաններով։ 1997 թվականին լուծարվեց գրադարանը, մասնաճյուղ գրադարանները անցան գյուղական համայնքների տնօրինության տակ, իսկ կենտրոնական գրադարանը քաղաքապետարանի տնօրինության տակ իր մանկական բաժնով եւ կոչվել Թալինի քաղաքային գրադարան ՀՕԱԿ։ 2023 թվականին Թալին համայնքի խոշորացման արդյունքում Թալինի քաղաքային գրադարան ՀՕԱԿ-ը վերակազմավորվեց եւ կոչվեց Թալինի համայնքային կենտրոնական գրադարան ՀՕԱԿ իր 15 մասնաճյուղ գրադարաններով։ Տիկին Մելիքյան, քանի գիրք կա գրադարանում։ Գրադարանի ֆոնդը 34750 միավոր է, ընթերցողների թիվը 2300, ես ձեզ ասում եմ անցած տարվա վիճակագրական հաշվետվությունից եւ նայելով։ Հիմնականում ինչ տարիքային խմբեր են հաճախում գրադարան եւ որ հեղինակի ստեղծագործություններն են ավելի շատ ընթերցվում։ Հիմնականում օգտվում են դպրոցականները, ուսանողները, տարբեր տարիքի ընթերցողները, իսկ օգտվում են հայ դասական գրողների ստեղծագործություններից Թումանյան, Աղայան, Աթաբեկ Խնգոյան, Ստեփան Զորյան, Ռաֆի եւ այլն, շատ կարող եմ թվարկել, ռուս դասական գրողներից Պուշկին, Սալտիկով-Շեդրին, Եսենին եւ այլն, արտասահմանյան գրականության գրողներից վերել եք Հարի Փոթերը, Ռոլինգի Հարի Փոթերը, Արտուր Կոնան Դոյլի Շերլոք Հոլմսը, Օրուել, Ռեմարկ, Ագաթա Քրիստի, այդ հեղինակները, պահանջարկ ունեցող հեղինակները։ Իսկ ինչպիսին է դպրոց եւ գրադարան համագործակցությունը։ Մենք ոչ միայն դպրոցների հետ ենք համագործակցում, շատ լավ, բարձր մակարդակի վրա է դրված։ Մենք համագործակցում ենք նաև երաժշտական դպրոցի, գեղարվեստի դպրոցի, մանկապարտեզների, ֆրանկոֆոն կենտրոնի, մշակույթի տան, World Vision կազմակերպության։ Մեր օրերների եւ ստեղծագործողների մեջ ինչ տարբերություններ եք դուք նկատում։ Հետաքրքիր հարց էր, որտեղ շատ եմ այդ հարցի շուրջ մտածել ու ընդհանուր եկել եմ այժմյան ընթերցողները, մեր օրերի ընթերցողները հրապուրվում են գեղեցիկ կազմով արտաքին, ինտերնետից են վերցնում գրականությունը, հրապուրվում են արտաքին կազմով, դե մենք մերժված գրքերի ցանկ ունենք, իրենց պահանջները ներկայացնում են, մենք էլ բերում ենք այդ գրականությունը, բայց իրենք 1-2 անգամ ընթերցելուց հետո էլ չեն տանում ու այդ գիրքը մնում է գրադարան, բայց ունենք մեր ժամանակի գրողներ Ռուբեն Եսայան, Ռուբեն Մարուխյան, Մարկ Արեն, անելի դրանց գրքերը ընթերցվում են ժամանակակից գրող։ Հաճախ են թարմացվում գրադարանի գրքերը։ Ասենք մինչև 2023 թվականը ոչ հաճախ, բայց 23 թվականից Թալինի համայնքային բյուջեի հաշվին թարմացվում է գրականությունը տարին 1 անգամ, անցած տարի 2 անգամ, այս տարի դեռ չենք բանարել, բայց կթարմացվի։ Մենակ բյուջեի հաշվից չէ, նվիրատվություններ ենք ստանում ազգային գրադարանից, մարզային գրադարանից, անհատ հեղինակներից,
ընթերցողներից, մեր գրադարանի ընթերցողներից իրենց անձնական գրքերը նվիրում են գրադարան։ Այ օրինակ, ինչպես է գրադարան մուտք գործելու ընթացակարգը կատարվում։ Գրադարան մուտք գործելու ընթացակարգը դե ընդհանրապես հասարակությանը գրադարանը ներկայանում է սպասարկման բաժնի միջոցով։ Ընթերցողը մուտք է գործում գրադարան, սպասարկման բաժին, գրադարանավարը ծանոթանում են ընթերցողի նախասիրությունների պահանջների հետ, այնուհետև ընթերցողին ծանոթացնում է գրադարանի կարգ ու կանոնը, գնում են գրքերի աշխարհ, գրապահոց են, մտնում են գրապահոց, ասենք կա երկու որոշակի անորոշ պահանջներով են գալիս, որոշակի պահանջով արդեն ընթերցողը գիտի ինչ գիրք է ուզում, գնում է այդտեղ, գրադարանավարը ուղեկցում է այդտեղ, իսկ անորոշ արդեն գրադարանավարը աշխատանք է տանում, որ ընթերցողը կողմնորոշվի, թե ինչ գրականություն է ինքը ուզում կարդալ։ Այնուհետև ընտրելուց գիրքը մոտենում է սպասարկման սեղանի, կատարվում է ընթերցողի հաշվառման մատյանում, բացվում է ընթերցողի համար ընթերցողական քարտ, որտեղ լրացվում է ընթերցողի բոլոր տվյալները, գիրքը գրանցվում է ու տալիս է ընթերցողին 15-օրյա ժամկետում, եթե գիրքը ուշացնում են, բերում են երկարացնում են, որտեղ գրադարանի կարգ կանոնին ծանոթացնելուց գրադարանավարը էլ է ծանոթացնում 10-օրյա ժամկետում, ասենք երկարացնում են 10-օրյա ժամկետով։ Հա, հետավերադարձում, իսկ եթե գալիս է ու չի կարդաց է, արդեն չենք սպասարկում, որտեղ եթե այդ գիրքը կարող է մի ուրիշ ընթերցողի ավելի շատ պետք է։ Հեղինակներին նվիրված երբևէ միջոցառումներ լինում են եւ եթե այո, ապա ինչ ձևաչափով է այն կատարվում։ Հեղինակներին նվիրված միջոցառումները լինում են գրքային ցուցահանդես, գրքի շնորհանդես, անհատ գրողների, հանդիպում անհատ գրողների հետ, բարձրաձայն ընթերցանություն ու հանդիպումներ գրողների հետ կազմակերպում, օրինակ Տիկին Ռուզաննա հետ մենք կազմակերպել ենք այդ հանդիպումը մեր ընթերցողների խնդրանքով, որտեղ երբեկան Ռուզաննայի գրքերը կարդացին, պահանջարկ եղավ, որ գրողի հետ ծանոթանային, ու մենք հրավիրեցինք Տիկին Ռուզաննան չմերժեց, եկավ հանդիպման, մեծ շատ լավ անցավ, էլի երեխաները զարմացել էին, որ թե իրենց մոտենում էին, ուզում էին նկարվեին ստեղծակ, հետո իրենք էլ ստեղծագործեցին Ռուզաննային նվիրված գիրք նվիրեցին։ Տիկին Մելիքյան, օրինակ գյուղական համայնքներից էլ են օգտվում։ Թալնի տարածաշրջանի բոլոր մարդիկ օգտվում են գրադարանից։ Իսկ ինչ կմաղթեք գրադարանի ընթերցողներին։ Կմաղթեմ գրադարանի ընթերցողներին, որ հաճախակի այցելեն ու հաճախակի մասնակցեն մեր միջոցառումներին, որտեղ գրադարանը հիմա ճանաչում է ձեռք բերել միջոցառումների ու նոր ստացված գրականության շնորհիվ։ Չնայած միշտ էլ մենք պահանջարկ չենք ունեցել, ընթերցողների պակաս չենք ունեցել, պահանջարկը միշտ մեծ է եղել, բայց այդ ընթացքը ոնց որ մի փոքր խուսափում էին միջոցառումների մասնակցել։